Թոշակները բարձրացրին 10,000 դրամով, այն դեպքում, երբ ընդամենը 3 ամիս առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե դա ծանր բեռ է պետական բյուջեի համար։ Ֆինանսների փոխնախարարը պարզաբանել է, ինչ է փոխվել ամիսներ անց։ Պարզապես այդ ժամանակ դեռ ամփոփված չէին 2025-ի տնտեսական ցուցանիշները։ Կառավարությունը վստահ չէր, հնարավոր է արդյոք նման բարձրացում, թե ոչ։ Հիմա լրացուցիչ հաշվարկներից հետո պարզվել է, ըստ դրա որոշում ընդունվել։ Պետական հանրային կյանքում որոշումները կայացվում են շատ փաստարկված, վերլուծությունների հենքով, կշռադատված, տարբեր կողմերի, տարբեր շահագրգիռ կողմերի մինչև վերջ լսելու արդյունքում, այսինքն դուք, չգիտեմ, վստահ եմ, որ ձեր պատկերացումներն իրականում այդպիսին չեն, որ մեկ օրում կամ պահի ազդեցությամբ կարող են կարևոր որոշումներ կայացվել։ Այդ որոշումները կայացվում են աշխատակարգային հենքով, փաստահեն, լավ մտածված, կշռադատված ձևով, այդպես չի։ Սպառողների իրավունքների պաշտպանության և գովազդի ոլորտներում նախատեսվում է ապահովել պաշտպանության այնպիսի մակարդակ, ինչպիսին Եվրոպական միությունում է։ Ըստ Պապոյանի, եթե ցանկանում ենք ունենալ ԵՄ երկրներին համապատասխան համակարգ, ապա պետք է մոտեցումները վերանայեն։ Փաթեթով նախատեսվում է կարգավորել անարդար պայմանագրերի, հեռակա վաճառքի, մոլորեցնող և համեմատական գովազդի, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողների պաշտպանության հարցերը, առաջարկելով ուժեղացնել իրավական մեխանիզմները։ Մեր դիաբետիկ հաբերն օգնում են նիահարել առանց որևէ ջանքի։ Խմեք օրական 1 հաբ և կնիահարեք 10 օրվա մեջ 10 կիլոգրամ։ Առաջին, եթե հաբերը չունեն գիտական ապացուցված ազդեցություն, արտադրողը չի նշում, որ արդյունքը կախված է նաև սննդակամ, արտադրողը չի նշում, որ արդյունքը կախված է նաև սննդակարգից և ֆիզիկական ակտիվությունից, ապա բնականաբար նման գովազդը համարվում է մոլորեցնող։ Այս և այլ հարցերը դեռ կքննարկեն տնտեսվարողների հետ, կլսեն բոլոր շահագրգիռ կողմերին, այնուհետև գովազդի մասին օրենքում փոփոխությունները կներկայացնեն Ազգային ժողով։ Թունյանը հիշում է վերջին այցը Բրյուսել, որտեղ անձամբ ուսումնասիրել է խանութներում կիրառվող տոպրակների քաղաքականությունը։ Գործուղման էի մի քանի օր առաջ եվրոպական երկրներից մեկում, օրինակ Բրյուսելում հատուկ մտել եմ, խանութում նայել եմ, օրինակ իրենք ցելոֆանով ապրանք վաճառում են, թե չէ, պարզվել է վաճառում են։ Ես հիշում եմ, մենք ժամանակին ունեինք օրենսդրական նախաձեռնություն, որով պիտի արգելենք մրգերը կտրտած վիճակում վաճառելը, ու դա էլի հղում ենք անում, բայց էդ էլ եմ հատուկ ստուգել, կտրտած մրգերը վաճառում են այդ միանգամյա պլաստիկ տարաների մեջ։ Անդրադառնալով մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքին, Թունյանը կոչ է արել կենտրոնանալ ոչ թե խախտումները հետին թվով արձանագրելու, այլ կանխարգելիչ վերլուծություններ իրականացնելու վրա։ Ալադավթյան, Էպիկենտրոն։